Երկու օր է ինչ Վրաստանի պատվիրակությունը Չինաստանում բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացնում։ Վրաստանի վարչապետը ներկայացված է որպես հատուկ հյուր։ Ցուցահանդեսին մասնակցում է Վրաստանի 40 ընկերություն։ Վրացական տաղավարը բացել են երկու երկրների վարչապետները։ Եվրամիության 2025 թվականի ընդլայնման զեկույցը քննադատում են քաղաքական սպեկտրում։ Քննադատությանը անսպասելի չէր ընդդիմության համար։ Նրանց խոսքով վրացական երազանքը ամեն ինչ արել է դրա համար։ Արևմտյան գնահատականները նույնպես չեն զարմացրել իշխող թիմին։ Հիշեցնենք, զեկույցը հրապարակվել է 3 եւ Վրաստանի վերաբերյալ հիմնական ուղերձը ժողովրդավարական հետընթացն է։ Եվրամիությունը կոչ է արել Վրաստանին կատարել պայմանները անդամակցության ուղուն վերադառնալու համար։ Ընտրություններ, դատական համակարգ, քաղաքացիական հատված, լրատվամիջոցներ, նոյեմբեր-դեկտեմբերի իրադարձություններ, հատուկ քննադատական հայտարարություններ են արվել այս ուղղությամբ։ Եվրոպական ինտեգրման ճանապարհին Չեռնոգորիան եւ Ալբանիան արժանի են Բրյուսելի ամենամեծ հավանությանը։ Գնահատականները դրական են գնահատել նաեւ Մոլդովայի եւ Ուկրաինայի համար։ Եվրոպական խորհրդում այլընտրանքանուն Գերմանիայի կուսակցության պատվիրակությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Եվրամիության սադրանքները Վրաստանին ստիպել են բոյկոտել Հայաստանում կայանալիք Եվրանեստ համաժողովը։ Այլընտրանքանուն Վրաստանի կուսակցության անդամը դրա համար պատասխանատու է համարել Եվրամիությանը եւ կոչ արել հարգել մյուս երկրների որոշումները։ Միջազգային հարաբերությունները պետք է հիմնված լինեն պրագմատիզմի, այլ ժողովուրդների եւ երկրների որոշումների նկատմամբ հարգանքի վրա, այլ ոչ թե ձախ լիբերալ հայացքների, որոնք Եվրամիությունը փորձում են ամենուրեք պարտադրել հասարակական կազմակերպությունների օգնությամբ, ասվում է հայտարարության մեջ։ Քաղաքական գործիչները արձագանքում են վրացական երազանքի սահմանադրական հայցին եւ դրա բովանդակությանը։ Լելոկուսակցությունը պնդում է, որ հայցը հիմնված չէ իրավական փաստարկների վրա եւ ավտորիտարիզմի եւս մեկ դրսեւորում է։ Գախարյան հանուն Վրաստանի եւ Գիրչին կարծում է, որ կուսակցությունների արգելման նախադեպը բացասական իրադարձություն կլինի երկրի համար։ Հիշեցնենք, վրացական երազանքը պահանջում է 3 ընդդիմադիր կուսակցությունների, դրանք են Ազգային շարժում, Նոր կուսակցություն եւ Լելոն ճանաչվեն հակասահմանադրական։ Իշխող կուսակցությունը կուսակցությունների արգելման իր փաստարկներում նշել է, որ մարդու իրավունքների լուրջ եւ համակարգված խախտումներ են գրանցվել։ Գողական աշխարհի հետ կապված անձանց ձերբակալության ժամանակ վիրավորված հատուկ նշանակության սպայի առողջական վիճակը դեռևս ծանր է մնում։ Նա արդեն վիրահատվել է եւ շարունակում է մնալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Դեպքը տեղի ունեցել Կաբալի գյուղում, անձանցից մեկը Միրզա Ալիևը, որը պետք է ձերբակալվեր, ինտենսիվ կրակ է բացել հատուկ նշանակության աշխատակիցների վրա։ Հատուկ նշանակության ուժերի սպաներից մեկը ծանր վիրավորվել է կրծքավանդակի հատվածում եւ ոստիկանության կողմից պատասխան կրակի արդյունքում Ալիևը տեղում մահացել է։ Հատուկ նշանակության վարչության վիրավոր աշխատակիցը ներքին գործերի նախարարը այցելել է բժշկական հաստատություն։ Այսօր առավոտյան ներքին գործերի նախարարությունը տեղեկատվություն եւ տեսանյութեր է հրապարակել գողական աշխարհի հետ կապված 34 անձանց ձերբակալման վերաբերյալ։ Սա վերաբերում է 5 տարբեր քրեական գործերի։ Նշված անձիկ մեղադրվում են այսպես կոչված գողական աշխարհի անդամ լինելու, գողական աշխարհի գործունեությանը աջակցելու եւ գողական աշխարհի անդամին դիմելու մեջ։ Նրանցից 7-ին, այդ թվում 2 անձի քրեակատարողական հիմնարկում, 4 անձի արտասահմանում եւ 1 օրենքով գողի մեղադրանքի առաջադրվել հեռակակարգով։ Նույն հատուկ գործողության շրջանակներում ձերբակալվել է Դավիթ Միքաձեի անվտանգության պետ Դավիթ Չոբինիձեն։ Սա վերաբերում է 2021 թվականի գործին։ Հետաքննչյան տվյալներով Միքաձեն եւ Չոբինիձեն տիրացել են ուրիշին պատկանող 5 հրազենի եւ վաճառել դրանք 3-րդ անձի օրինական նպատակով։ Այս գործով Միքաձեին մեղադրանքի առաջադրվել առանց դատավարության։
Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության Վակե Սաբուրթալոյի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են քաղաքացի Մանանա Գյորգոբյանին խմբակային բռնություն կազմակերպելու եւ դրան մասնակցելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկություն հրապարակում է ներքին գործերի նախարարությունը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով հանցագործությունը նախատեսում է մինչև 9 տարի ազատազրկում։ 2025 թվականի նոյեմբերի 2-ին ուշ երեկոյան մեղադրյալ Գյորգոբյանին բանավոր վիրավորանքներ է հասցրել սուպերմարկետներից մեկի աշխատակիցներին, 2006 թվականին ծնված Թ.Մ.-ին եւ 2004 թվականին ծնված Է.Մ.-ին։ Այնուհետև կապ է հաստատել իր ծանոթի 1996 թվականին ծնված Ջ.Չ.-ի հետ, որը ժամանել է դեպքի վայր ուղեկցող անձանց հետ։ Նրանք սուպերմարկետի երկու աշխատակցին ուժի կիրառմամբ դուրս են բերել տարածքից եւ խմբակային ֆիզիկական հաշվեհարդար են տեսել։ Իրավապահները նույնականացրել են հանցագործությանը մասնակցած բոլոր 6 անձանց։ Գործով շարունակվում են համապատասխան քննչական գործողությունները մյուս մասնակցած անձանց գտնելու վայրը պարզելու եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Քննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ եւ 126-րդ հոդվածներով, որոնք սահմանում են խմբակային բռնություն եւ դրա կազմակերպում, նշված է ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Վրաստանի ազգային բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն 2025 թվականի նոյեմբերի 5-ի նիստում առանց փոփոխության թողեց դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը, պահպանելով 8%-ի մակարդակով։ 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ երկրում ընդհանուր գների մակարդակը տարեկան կտրվածքով աճել է 5,2%-ով։ 3%-անոց թիրախային ցուցանիշի համեմատ գնաճի աճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի գների բարձրացմամբ, ինչը մասամբ կապված է նախորդ տարվա ցածր բազային էֆեկտի եւ արտաքին գործոնների հետ։ Երկրում պարբերաբար գրանցվում են կարմրուկի դեպքեր, ըստ Պատայի Մնաձեի խուճապի մատնվելու առիթ չկա։ Նրա խոսքով հիվանդության բուժումը պարզ է։ Կանխարգելման համար կարևոր է խուսափել վարակված անձի հետ շփումից, ինչպես նաև ուրիշի սրբիչն ու հագուստը օգտագործելուց։ Բուժումը պետք է իրականացվի ոչ միայն հիվանդի, այլև նրա ընտանիքի բոլոր անդամների, ինչպես նաև նրա հետ սերտ, մտերիմ եւ երկարատև շփում ունեցողների համար։ Համաշխարհային սոցիալական գագաթնաժողովում ներկայացվել է Վրաստանի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Հանդիպումը տեղի է ունեցել Դոհայում եւ վրացական պատվիրակությունը գլխավորում է առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն։ Կլոր ցեղանի ձևաչափով նա քննարկել է սնանկության նվազեցման եւ աշխատաշուկայի ամրապնդման հարցերը։ Նա նշել է, որ սոցիալական քաղաքականությունը նպատակ ունի աջակցել տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ներքին տեղահանված անձանց եւ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին։